Դեմքիս վրա պայծառ նազ կա, սիրտս բացեք հազար խազ կա, թե աչքերիս խաղից խաբվեք, մեջը լիքը ծափ ծիծաղ կա, սիրով ողջունում եմ բոլորիդ, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, բարի օր եմ մաղթում, խաղաղ երկինք եմ մաղթում, և թող բոլորիս օրը լցված լինի ջերմությամբ և սիրով, իսկ այս գեղեցիկ ծաղկեփունջը ուզում եմ բոլորիդ նվիրել, սիրելիներս, տեսնում եք, հիանում եմ այս ծաղկեփնջով, այս գեղեցիկ տեսարանով էլ, այս քաղցրավենիքով և ծաղկե փնջով սկսում եմ իմ հոլովակը, սիրելիներս, միշտ եղեք քաղցր, միշտ եղեք բարի, միշտ եղեք սիրված ու գեղեցիկ։ Հիմա սիրելիներս, սիրով բարևում եմ բոլորիդ դեմքով, բարև ձեզ իմ շատ սիրելիներ, բարև ձեզ իմ հոգատարներ, բարև ձեզ իմ անուշիկ բաժանորդներ ջան, առաջին հերթին ուզում եմ շնորհակալական խոսքս ասել բոլորիդ, անչափ, անսահման շնորհակալ եմ ձեր բարի, ջերմ, հոգատար գրառումների համար, խոսքերի համար, դա ինձ ոգեշնչում է, որ ես էլ ավելի հետաքրքիր բաղադրատոմսեր պատրաստեմ ձեզ համար, իհարկե ոտքս լավանալուց հետո, սիրելիներս, համբիրում եմ բոլորին, ձեր մարդկային տեսակի համար, ձեր բարեկամության համար և ձեր ջերմ մոտեցման համար, շնորհակալ եմ բոլորիցդ, իմ լավ հարազատ դարձած բարեկամներ ջան, սիրելիներս, երեկ մայրության օրներ, մայրության տոններ, բոլորիդ տոնը շնորհավոր լինի, ձեզ ցանկանում եմ առողջություն, հաջողություն, երջանկություն, սեր, բարություն, բոլորդ միշտ լինեք հարգված, սիրված, սիրեք և սիրվեք, միշտ ուրախ լինեք, սիրելիներս, ուզում եմ, որ աշխարհում լինի խաղաղություն և պատերազմներ չլինեն, դա եմ ուզում, սիրելիներս, մայրական սերը այգի է, որտեղ արևը միշտ փայլում է և ջերմացնում է, մայրական սիրուն ոչ մի սեր չի կարող փոխարինել, աշխարհում միակ սերն է, որ միշտ երեխաների հետ է, միշտ երեխաների նեղության, թե ուրախության պահին երեխաների կողքին են, սիրելի մայրեր, հանձինս ինձ, եղեք միշտ առողջ ու ուրախ, իսկ հիմա միշտ գրում եք, թե ինչպես ես տիկին Մարինե, ոտքդ ինչպես է, արդեն լավ եմ, սիրելիներս, անցել է 11 օր, բավականին ցավերս մեղմացել են, կարելի ասել թեթև է ցավում, իսկ դեպի ապաքինվում եմ արդեն գնում, դեպի ապաքինվելն եմ գնում, սիրելիներս, հարազատներս, արդեն պետք է դիմանամ, ինչ արած, եղած է, 4-ից 5 շաբաթ են ասել գիպսը, որ մնա, մեզ մոտ աշխատանքային օր չէր, վաղը միսօր կգնամ ռենտգեն և արդեն ռենտգենը կասի, թե երբ կհանեն, ինչ կանեն, ընթացքում նորից ձեզ հետ կկապնվեմ, զրույց կունենամ և կասեմ ձեզ, ընդհանուր առմամբ այսօր տրամադրությունս լավ է, որովհետև ցավերը բավականին մեղմացել են, դիմադրելի է, սիրելիներս, ուրախ եմ, որովհետև ունեմ ձեզ նման հոգատար բարեկամներ, ընկերներ և քույրիկներ, միշտ լավատես եղեք այդպես, միշտ ուրախացրեք ձեր կողքինին, ձեր քույրիկներին և հարազատներին, մնացեք Աստծո խաղաղությամբ, սիրելիներս, ինչ եմ ուզում ասեմ, կարոտել եմ ձեզ, ուզում էի զրույց անեի ձեզ հետ, մի քիչ տեսնենք ոնց եք, ինչ եք, ձեր գործերին հաջողություն եմ ուզում մաղթել,
ովքեր աշխատում են աշխատանքի մեջ, հաջողություններ, թող միշտ հաջողությունը առաջնորդի ձեզ, միշտ հաջողակ լինեք, սիրելիներս։ Մարինկաս այսօր դպրոց է, ընտանիքիս անդամները աշխատանքի են, բայց 12-ին Մարինես կգա, 4 ժամ ունի, շուտ է գալու։ Խնամում է, գիտեք, այնքան լավ, բարի, ճիշտ է, մեկ-մեկ նեղվում է, երեխա է, բայց դեղերի ժամը, սրստման ժամը, հաց ուտելու ժամը, որ պետք է ուտեմ նոր սրստվեմ, միշտ ուշադիր, միշտ բերում է ջուրը, տատի այս տեղը, այդ ժամին, մի խոսքով ինչ եմ ուզում ասել, շատ լավ խնամում է ինձ։ Շնորհակալ եմ Մարինեիս լավ հովաբանելու, սիրելու համար, շատ, անչափ շնորհակալ եմ, Աստված ձեր թոռնիկներին օրհնի, շատ շնորհակալ եմ Հարսիկիս լավ բարի գրառումներ գրելու համար, իրոք, իսկական տնական երեխա է, սիրելիս, արդեն 18 տարի միասին ենք ապրում, արդեն միասին ոնց որ մայր ու աղջիկ լինենք, բոլոր տներում էլ սիրելիներս խոսակցություն լինում են, բայց չափի մեջ, ես եմ իրան շատ սիրում, ինքն էլ ինձ է շատ սիրում և հարգում, եթե միտեղ հարգանք սեր կա, ամեն ինչ կհաղթահարվի, կգնա, ամեն ընտանիքներում էլ խոչընդոտներ կան, ամեն ընտանիքներում են անհարթ խոսակցություններ են լինում, բայց պետք է հարթենք մեկս մեկով, անցնենք առաջ, իրոք մենք միասին ենք, կիսվում ենք, խոսում ենք, այնպես չի, որ ամեն մեկս մեր համար է, ոչ, դուք ճիշտ եք նկատել, ընտանիքս շատ հարազատ են մեկը մեկին, սիրում ենք, ընտանիքի անդամներով շատ կապված ենք իրար հետ, առաջի օրվանից, գիտեք, հարցներ կան մամա չեն ասում, հենց առաջին օրը, որ նշան ենք դրել, այդ օրվանից մամա է ասել և պապա, ամեն հարց չի կարող ասել, գոհ եմ Աստծուց, որ ունեմ այսպիսի հարս, ասեմ մի գաղտնիք, սիրելիներս, հարսս իմ դասարանցու աղջիկ, սիրելի բարեկամներ ջան, հարազատներս, միշտ հարցնում եք, երևի նորեկներն են, հարցնում են, որտեղ եք ապրում և քանի երեխա ունեք, ապրում ենք քաղաք Մոսկվայում, քաղաքի մեջ չենք, այլ Մոսկովսկի օբլաստ, գորոդ Բրոնիցի, սելո Ռիբալովո, սիրելիներս, պասյոլոկ է, շատ գեղեցիկ, ափսոս ոտքս այդպես եղավ, ոչինչ, խոստանում եմ լավանա, կանաչապատված, գեղեցիկ, շատ լողանալու տեղով, բոլոր խանութները կան, ապտեկան կան, ամեն ինչ կա այս գյուղում, ասֆալտապատած, գազաֆիկացված, ամեն ինչը շատ գեղեցիկ է, գիշերային լույսերով լուսավորված, ունեմ 2 երեխա, մեծը աղջիկս է, 43 տարեկան, ունի 4 երեխա, 3 աղջիկ, 1 որդի, աղջիկներից մեծը սովորում է համալսարանում Մոսկվայում, 2-րդ կուրսը կավարտի, երկրորդ աղջիկը սովորում է 11-րդ դասարանում, նա էլ է ավարտում, ավարտական քննությունները շուտով կսկսեն, 3-րդ աղջիկը 8-րդն է ավարտում, երաժշտականի 6-րդը, շատ լավ սովորում է և երաժշտականում և դպրոցում, երաժշտական գծով էլ ուզում է առաջ գնալ, սիրելիներս, դիպլոմներ, հաղթանակներ, ամեն ինչ ունի և շատ լավ նվագում է, միշտ համերգներ է տալիս, միշտ մրցումների է մասնակցում և տղան սովորում է 3-րդ դասարանում, գնում է ֆուտբոլի պարապմունքների և նվագում է դաշնամուր, դաշնամուրի առաջին դասարանում է սովորում, 42 տարեկան է, ունի 2 երեխա, Մարինկաս, որը սովորում է 6-րդ դասարանում, շատ լավ, մի հատ 4, գերազանցիկ համարյա, շատ աշխույժ, շատ ընդունակ, շատ բարեհամբույր աղջիկ է իմ Մարինկաս և տղան 16 տարեկան է, 9-րդ դասարանը ավարտում է,
պետք է ընդունվի քոլեջ այս տարի, դուրս է գալիս 9-րդ դասարանից, այստեղ 9 և 11, սա էլ որդուս ընտանիքի մասին, և հարցիս արդեն գիտեք, դեմքով չեք տեսել, արդեն իր արած գործերով իրեն ծանոթ եք, սիրելիներս, այսքան էլ իմ ընտանիքի մասին, ամուսինս գիտեք արդեն նկարիչ է, խուդոժնիկ և ռեմոնտ է անում, որդուս հետ է աշխատում, ես աշխատել եմ այստեղ ֆիրմայում, պակետներ ենք արել, Մոսկվայի ֆիլիալը մեր մոտ էր, տանս կպած, և այդ հիվանդության պատճառով աշխատել եմ 14 տարուց ավել, հիվանդության պատճառով չեմ աշխատում 19 թվականից, այսքանն էլ իմ մասին, տնային տնտեսուհի եմ, հիմա էլ արդեն ձեզ համար, պատրաստում եմ մեզ համար, ցույց եմ տալիս ձեզ համար, իմ լավ բարեկամներ, սիրելիներս, այսպես դարձյալ հանգիստ չեմ նստում, ոտքս, որ մի քիչ ցավերը մեղմացել է, սկսել եմ ձեռագործություն անել, կար անել, հիմա ցույց կտամ, դուք մի հատ սփռոցը տեսել եք փոքրը, խնդրեմ, ինչով զբաղվեմ, չէ, որ օրը անցնի, անգամ այդ ցավի մեջ գործել եմ, որ ոտքս գոնե չզգամ, մեր Կեշան էլ արդեն ձայն է լսում, իրեն կոտորում է, այնքան աշխուժանում է, սկսում է երգել, ծվծվալ, հիմա ես ձեզ ցույց կտամ, այսպիսի մի գեղեցիկ, տեսնում եք, դա նոր եմ արդեն գործում, նոր եմ սկսել, վերջացնելը ձեզ ցույց կտամ, ճիշտն ասած, եթե ոտքս շատ չցավար, ուզում էի, որ միասին գործեինք և ձեզ համ ցույց տայի, համ բացատրեի, համ էլ գործեի, չստացվեց հարգելիներս, ինչ արած, ցավում էր, չէի կարող, հիմա 2 օր է ցավը մեղմացել է, սկսել եմ գործել, որպեսզի գոնե այդ պարապ չմնամ և ինչ-որ մի աշխատանքով զբաղվեմ, սա էլ այսպես հարգելիներս, եղեք միշտ լավ, այդպես բարի, կամեցող, սիրում եմ բոլորիդ, ովքեր մոտիկ են ապրում մեր այս շրջանում, խնդրում եմ համեցեք մեր տուն, մեծ սիրով, մեծ սրտով, մեծ հոգով կընդունեմ, արդեն սիրելիներս, շուտով, ճիշտ է ցուրտ է, դեռ չենք ցանել ոչինչ, մի քիչ բողոք ենք ցանել, ամուսինս մի քանի օր առաջ ցանել է, բավականին մեծացել է, և սածիլներն ենք դրել հողա, արդեն դուք քաշ ծանոթ եք, այսօր Մարինկաս դպրոցից կգա, ես կնկարեմ, խոստացել էին, որ մի 3-4 օր անցնի, նկարեմ ձեզ ցույց տամ վիճակի մասին սածիլների, շատ ցուրտ է մեզ մոտ, քամի, ասում են ինչ-որ 5-7 օրվանից նոր արդեն կտաքանա եղանակը, այդ ժամանակ էլ արդեն թե պղպեղները, թե լոլիկները էլ ունենք բացօթյա տնկելու և բոլոր ցանքսերը արդեն կամանց հարսը տղայիս հետ, ամուսնուս հետ արդեն կդնեն հողը, խոստանում եմ, որ էլը քիչ-քիչ ցույց տամ, կասեմ կնկարեն, ցույց կտամ և ընդհանուր արդեն վերջում ցույց կտամ, թե ինչպես է արդեն գեղեցկացել մեր հողամասի ցանքսերը ցանելով մեր հողամասը, մաքրել են, արդեն ցույց եմ տվել ծառերը, հիմա մնացել էր մի փոքր տեղ, որ խոտերից հանեն, մաքրեն, դա մեր սմորոդինաներն են, մալինայի կողքերն է, և մի քիչ պետք է ծաղիկներ ցանենք և տնկենք, մեխակ եմ ցանելու, որովհետև 2 տարին մեկ պետք է ցանես մեխակը, արդեն 2-րդ տարին ծաղկելուց հետո փչանում է, բավականին փչացել է, մնացել են մի քանի քյոլ, ուզում եմ ցանեմ, որ ճիշտ է այս տարի չի ծաղկի, մյուս տարի արդեն շատ խիտ մեխակներ կունենանք, կցուցադրեմ, տա Աստված, առաջ Աստված, հետո մեր բռնած գործերը, հարգել, կամաց ցույց կտամ, կլնեմ ոտի, համ դրսում կպատրաստենք, համ խոհանոցում կպատրաստեմ, համ հողամասի գործերը, քիչ-քիչ կանեմ, բոլորը միասին,
անելու ենք իրար հետ, տեսնելու ենք ամեն ինչ, անգամ պետք է լավաշ թխեմ բոշկայի վրա, հիշում եք, ովքեր գյուղացի են կհիշեն, այն մութ ու խավար տարիներին ինչքան ենք թխել, ամուսինս միշտ ասում է թխի, 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 հիմա եկել ենք այստեղ, հավեսով կթխենք, մի քիչ ոտքս լավանա, ամրանա և թխենք սիրելիներս, խմորը կանեմ, ձեզ ցույց կտամ ու կթխենք հավեսով։ Այսքանը սիրելիներս, ձեզ մաղթում եմ քաջ առողջություն, ամենակարևորը առողջությունն է, հետո հաջողությունը, սեր, միություն, թող ձեզ սիրեն ընտանիքի անդամները, դուք էլ իրենց, միշտ սիրով լինեք, միշտ առողջ լինեք, միշտ հաջողակ լինեք, այսքանով ավարտում եմ այս հոլովակը, մինչ նոր տեսա հոլովակ, սիրելիներս, ամուր գրկում եմ, համբույրներ եմ ուղարկում ձեզ, իմ լավ բարեկամներ, ովքեր նոր են բաժանորդագրվեք, սեղմեք զանգակ կոճակը, լայք դրեք և մի գեղեցիկ նորից գրառում գրեք։